Ամենակարևորը, որ մենք նախ եւ առաջ ֆիքսեցինք, որ բոլոր 4 երկրների համար չափազանց կարևոր եւ իրագործվելիք ծրագիր է, այսպես կոչված ուրեմն հյուսիս-հարավ կորիդորի ստեղծումը, էլեկտրոէներգետիկական կորիդորը, ռուսները ասում են էներգետիկսկի մոստ, էլեկտրոէներգետիկսկի բառն են օգտագործում, եւ երկրորդը, որ մեկ օր շուտ ստեղծենք համապատասխան կոորդինացիոն խումբ, աշխատանքային խումբ, տեխնարներից կազմված, քանի որ արդեն ֆիզիկապես մի շարք ծրագրեր մեկնարկել են եւ Վրաստանում եւ Հայաստանում, որպեսզի լուծվեն առաջի հերթին հետագայում կազմակերպելու հնարավոր այդ ուրեմն միջանցքից օգտագործելու հնարավորությունները։ Մենք անընդհատ ինչ ենք ասում ենք մենք ունենում ենք հնարավորություն սեզոնային փոխանակումներ էլեկտրոէներգիայի, որը եւ մենք արդեն իրականացնում ենք տարիների վեր, բավականին էֆեկտիվ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նույնը իրականացնել նաեւ Վրաստանի հետ եւ Վրաստանի միջոցով այլ երկրների հետ, Ռուսաստանի Դաշնության եւ ԵՏՄ-ի երկրների հետ միավորման մեջ ընկնող եւ բացի տրանզիտային փոխոսքերի կազմակերպման դա բավականին լուրջ այդ միջոցառում է եւ որտեղ նույնպես տեխնիկական կանոնակարգման խնդիրներ կան, կարգավարական խնդիրների կազմակերպման հարց կա եւ այս ամեն ինչը մենք պայմանավորվեցինք այս կարգի հարցերը, ուրեմն ստեղծելով այդ խումբը մի հատ ռևիզիայի ենթարկենք ամեն մի երկիրը ինչպես է իրականացնում այդ գործողությունները, ունենալով իր ուրեմն նորմատիվային դաշտը, որը կանոնակարգում է այդ տեխնիկական հարցերը, եւ ապրիլի կեսերին պայմանավորվել ենք մյուս հանդիպումը արդեն կազմակերպել, մինչեւ այդ խումբը, կոորդինացիոն խումբը կփորձի այդ գույքագրումը, այսպես ասեմ, այդ բառը օգտագործելով գույքագրումը կատարելով նախանշենք ինչ պետք է անենք